Խոսելու ենք եղինջի մասին։ Իհարկե, եղինջը դուրս է եկել դալար, ընտիր, հրաշք դեղաբույս, որ կարելի ասել յուրաքանչյուրին օգտակար է, միայն պետք է չօգտագործել նրանց, որոնք ունեն արյան բարձր խտություն, որովհետև եղինջի մեջ կա վիտամին K, որը չափից ավելի առողջարար է յուրաքանչյուրիս օրգանիզմի համար, վիտամին K-ն նրա համար է անհրաժեշտ, երբ մենք որևիցե մի մասը կտրում ենք մաշկի կամ վնասվում է, արյուն է գալիս, վիտամին K-ն արագ գալիս է, լրացնում է այդ մասը լրիվ, կարելի ասել, ինչպես են պատը շարում, ինքը շարում է, որպեսզի արյուն շատ չհոսի։ Իհարկե կա եղինջի մեջ միկրոէլեմենտների, վիտամինների չափից ավելի մեծ քանակություն, նույնիսկ նրանք, որոնք ունեն սակավարյունություն, խորհուրդ է տրվում օգտագործելու, որովհետև այն չափից ավելի օգտակար է։ Օգտակար է հատկապես, երբ այն առանց հաշելու ենք օգտագործում։ Պետք է քաղել ձեռնոցով, իհարկե, աշխատենք դանակ չկպցնել, ձեռնոցից հետո մենք լվանում ենք և սկսում ենք թողնել չորանա։ Չորանալուց հետո մենք պետք է ճմռենք, որպեսզի թռոմի և մի փոքր, նույնիսկ կարելի ասել չնչին քանակությամբ աղով կարող եք այն օգտագործել կամ առանց աղի։ Միկրոէլեմենտների հրաշք քանակություն, որ յուրաքանչյուրին անհրաժեշտ է։ Մազերի համար շատ լավ է, եթե ունեք մազաթափություն, ապա պետք է անպայման պատրաստեք թուրմը, թարմ 100 գրամի վրա ավելացնեք 1 լիտր ջուր, թողնեք 20 րոպե, այնուհետև վերջում լվացած մազերը ողողեք դրանով։ Իհարկե, խորհուրդ չի տրվում բաց մազերով, ով որ ունի բաց մազեր, նա օգտագործի, որովհետև կանաչ գույնը կտա մազերին, կգունավորի կանաչ։ Բացի այդ, այն չափից ավելի անհրաժեշտ է նաև հենց օրգանիզմի համար, եթե խմում ենք եղինջի թուրմը կամ մենք վերցնում ենք եղինջ, փոքր ինչ, կարելի ասել գոլորշու վրա խաշում, թեթևակի, որպեսզի միկրոէլեմենտները պահպանվի և կամ վրան մի փոքր ձեթ, իհարկե խորհուրդ է տրվում ձիթապտղի ձեթ, դնում ենք մի փոքր ձիթապտղի ձեթ, աղ մի փոքր և նաև համեմունքներ, որը որ դուք կցանկանաք։ Այնուհետև օգտագործում եք չափից ավելի և սնունդ, և դիետիկ, և վիտամինների քանակություն և օրգանիզմի կողմից լավ մարսվող արհեստամոքսային տրակտը գործում է, լյարդի ֆունկցիան կարգավորում է, մի խոսքով բոլոր օրգան համակարգերի սիրտ, լյարդ, լեղապակ, արհեստամոքսային տրակ, գլխուղիղ, բոլոր օրգանների համար շատ պիտանի